ունեն եւ իրենց անելիքը կանեն լավ աղմում նկատի ունեն։ Պարոն նախագահ, ինչպես եք վերաբերվում դուք ընդդիմադիր դաշտի խոշորացմանը, քանի որ ակնհայտ է, որ ազգային ժողովը 3-4 ուժից ավելի չի անցնելու եւ այսպես չէ կարծում, որ միավորմամբ է հնարավոր հաղթել Նիկոլ Փաշինյանի նրա իշխանությանը։ Ես չեմ կարող ասել այսօր, որ ազգային ժողովում դուք նկատի ունեք նոր ընտրվելիք ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն, կարծում եմ գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն մի 4 ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժեր, որոնք հնարավորություն ունեն լինել ազգային ժողովում։ Որոնք են այդ ուժերը։ Եկեք Պարոն Քոչարյանը շեշտել է, պարոն Սարգսյան, ցանկալի է, որ դուք էլ շեշտեք։ Դուք ոնց որ առաջի անգամ եք գալիս այստեղ հաղորդազրույց։ Ես խնդրել եմ, որ պարոն Քոչարյանը ինձ հարցեր չտաք։ Բայց մենք չենք կարող ձեզ հարցեր չտալ Հայաստանի երկրորդ նախագահի եւ մեկ այլ ընդդիմադիրի վերաբերյալ, որքան էլ դուք դա ուզում եք չեք ցանկանում, որքան էլ դուք դա չեք ցանկանում։ Արդյոք դուք համարում եք, որ դուք իրավունքներ ունեք, ես չէ։ Դուք իրավունք ունեք։ Բայց մենք էլ իրավունք ունենք հարցեր հնչեցնելու եւ Ճիշտ է, ես էլ իրավունք ունեմ հարցերին կամ չպատասխանելու կամ խուսափելու։ Ներեգություն 26 թվականի ընտրությունների հետ կապված արդեն 1 տասնյակից ավել կուսակցություններ կամ չգիտեմ դաշինքներ ցանկություն են հայտնել մասնակցելու 26 թվականի ընտրություններին։ Դուք դերևս Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այսպես ասած, որոշում չունեք, արդյոք վերանայել եք կամ կարող եք պատասխանել այդ հարցին, մասնակցելու եք թե ոչ։ Ոչ, մենք մեր որոշումը չենք վերանայել, մենք այսօր նախապատվությունը տալիս ենք իմպիչմենտին եւ կարծում եմ բոլորը դեռ տեսնում եք, որ խորհրդարանական ընդդիմության իրական կոնսոլիդացիան շատ լավ հնարավորություններ են բացում իմպիչմենտի հետագա իրականացման գործում։ Ես ընդհանրապես շատ զարմացած եմ այն մարդկանց վրա, հատկապես այն քաղաքական ուժերի, ովքեր փորձում են իմպիչմենտը հակադրել ընտրություններին։ Բայց ինչպես կարելի է հակադրել։ Դրանք երկուսն էլ սահմանադրական չասեմ միջոցառումներ, ամենայն դեպքում սահմանադրական դրույթներ են։ Այսպես թե այնպես ընտրությունները կայանալու են։ Եվ սահմանադրությունը հստակ ընդգծում է, որ իմպիչմենտը ճգնաժամային լուծման գործիք է։ Եթե մարդիկ կարծում են, որ այսօր Հայաստանում ճգնաժամ չկա, մենք այդպես չենք կարծում։ Եվ մենք համարում ենք, որ օր առաջ սրանց իշխանություններից հեռացնելը միայն ու միայն Հայաստանին օգուտ է։ Այնպես որ կգա ժամանակը, մենք մեր կարծիքը կհայտնենք։ Պարոն Սարգսյան, դուք Նիկոլ Փաշինյանին չեք ճանաչում, երբ որ ընդդիմադիր գործիչ եք, երբ իրեն 2018 թվականին իշխանություն տվեցիք։ Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Ես այդ մարդուն շատ մոտիկից երևի տեսել եմ մաքսիմում 3 անգամ։ Դա մի անգամ եղել է 93-ի վերջ, 94-ի սկիզբ, մի անգամ եղել է, եթե չեմ սխալվում, 98-ին, երբ որ դատարանում ենք, այսպես ասեմ, հանդիպել, տեսել, եւ մի անգամ էլ 18 թվականի մարիոտում, ուրիշ որևէ տեղ ես այդ մարդուն չեմ տեսել, չեմ հանդիպել, եւ ոչ էլ միջնորդավորված խոսել եմ, եւ ոչ էլ հեռախոսակապ եմ ունեցել, որևէ բան չեմ ունեցել, ինչ է նշանակում ճանաչել, իհարկե բազա չէ, ես տեղյակ էի, են բոլոր հեյուրանքներին, են բոլոր ստախոսություններին, են բոլոր շանտաժներին, որ տպագրվում էր նրա կողմից խմբագրվող թերթը։ Մինչ այդ էլ մեկ այլ թերթում, որտեղ ինքը չէ խմբագրում։ Այնպես որ ասել եք, ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի։ Դրանք ուժեր էին, որոնք ցանկանում էին Հայաստանում, թե աշխարհում տեղի ունեցող գործընթացներ կառավարել։ Ի վերջո ովքեր էին այդ ուժերը, կապված հայտնեք։ Ես
Իր գիտություն ձեզ հայտնել եմ, որ 18 թվականի մասին ես այլևս չեմ խոսելու։ Խոսելու եմ մի անգամ, մի քիչ էլ համբերությամբ լուծվեք, շուտով ուղիղ հեռարձակմամբ ձեզ բոլորիդ էլ նաև հնարավորություն է տրվելու հարցեր ուղղելու, շատ հանգիստ կարող եք ուղղել եւ լսել ձեր հարցերի պատասխանները։ Եթերում պարոն նախագահ եկել է այդ բայի վերջո 7 տարի անցել է ձեր հրաժարականից, անընդհատ ասում եք, որ շուտով կխոսեմ ու չեք խոսում։ Անընդհատ չեմ ասում, ես դա ասել եմ ընդամենը անցյալ տարվա։ Մտավախություն չունեք, որ 2021 թվականի սցենարը կարող է կրկնվել, այսքան ուժերով կրկին ընտրության գնալով եւ նույն, այսպես ասած, արդյունքը ճակերտավոր ունենալով։ Բոլոր պրոցեսներում լինում են եւ լավ իրավիճակներ եւ վատ իրավիճակներ։ Եթե ես մտավախություն չունենայի, այդքան լուրջ չի զբաղվի իմպիչմենտի գործընթացով։ Բայց օր առաջ այս իշխանություններից հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ։ Ես այսօր չեմ կարող ասել, որ ընտրություններում ընդդիմությունը անհաջողության է մատնվելու, բայց չեմ կարող ասել նաև, որ այս ընդդիմությունը լինելու է առանց բռնաճնշումների, առանց քաղաքական հակառակորդների մեկուսացնելու, առանց մուրճի, կներեք բառիս համար, առանց նրան շինելու։ Այնպես որ սա է իրավիճակը։ Պարոն նախագահ, բազմաթիվ իրավապաշտպաններ հայտարարում են, որ պետական մակարդակով իշխանությունները որևէ բան չեն անում մեր գերիներին եւ պատանդներին վերադարձնելու համար։ Եթե իշխանությունները որևէ քայլ չեն անում, դուք ինչպես եք պատկերացնում գերիների վերադարձը հայրենիք, ինչ ճանապարհով եւ լինելով Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը, որքանով են օգտագործվում ձեր կապեր այս խնդիրը բարձրաձայնելու